Պատվարժան դատարան, քանի որ դատարանի որոշումը նշանակ կանխատեսելի չի այս առումով, պիտի հայտարարություններ կատարեն հաստական հանգամանքներ, որոնք օրինակ բացասական սցենարի պարագայում կարող են դրվել վերաքննիչ բողոքարկման հիմքում։ Մյուս բոլոր մեղադրյալների վերաբերյալ էլի դիրքորոշումները հնչել են, մասնավորապես այն մեղադրողները միջնորդելով երկարացնել Վազգեն Շախարյանի խափանման միջոցը փաստական տվյալներ չեն մատնանշել կալանքի կամ որևէ տեսակի խափանման միջոցի պայմանների վերաբերյալ։ Էլի անդրադառնալով հիմնավոր կասկածին, գործընկերներս նշեցին չեմ ծանրաբեռնի այդ մասով, որևէ տվյալ չկա, որևէ ապացույց չկա, ապացույցները թվարկելուց էլ, քանի որ նաև այդ փուլում ենք, միջանկյալ ընդհատված, թվարկելուց էլ որևէ ապացույցի հղում չի տրվել, որը վերաբերում է օրինակ անհատապես Վահագն Շախարյանին։ Սա հիմնավոր կասկածի մասով։ Պատշաճ պարզաբանված մեղադրանքի առումով։ Ներկայացված է մեղադրանք բոլորին նույն տեքստով եւ ոչ մեկի գործողությունը դերակատարություն անհատականացված չի։ Հետևաբար չենք կարող խոսել, որ անձին ներկայացված է պատշաճ մեղադրանք որպես խափանամիջոց ընտրելու պարտադիր պայման համաձայն մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպերով արտահայտված հստակ դիրքորոշման։ Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ նշեմ, դա մեղադրանքի քրեաիրավական ճիշտ որակում։ Նախորդ դատական նիստին հանրային մեղադրողը բավականին զարմացած արտահայտվեց, որ չի հասկանում ինչ նկատի ունենք, թեև նախկին նիստերին հստակ ներկայացրել ենք դիրքորոշումներ, որ այն գործողությունները, որոնք նկարագրած են մեղադրանքում, չթվարկեմ ժամանակ շահելու համար, ինչ-որ գործողությունների նկարագրել, որ չգիտեմ, 10 քանի կետով նկարագրված է կատարվել են այսպիսի գործողություններ։ Դրանք իրենց ամբողջության մեջ, նույնիսկ եթե եղածից ավելի ծանրակշիռ ապացույցներով հիմնավորվեն էլ, միևնույնն է չեն կարող հաստատել ահաբեկչության հանցակազմի առկայությունը, որովհետև այդ հանցակազմը չի ենթադրում այնպիսի մեղմ իրավիճակներ, ինչպիսին նկարագրված է մեղադրական եզրակացության մեջ։ Ահաբեկչության հանցակազմը ինչպես պետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական ակտերով բնութագրվում է որպես ամենածանր հանցագործությունները, որի ընթացքում վտանգը առկա մարդկանց կյանքին առողջությանը սպառնացող եւ պահանջներ, որոշակի պահանջներ հնչեցնել պետական իշխանության մարմիններին։ Այս մեղադրանքի տեքստից միակ բանը, որ հասկանում ենք, այն է, որ մարդիկ պլանավորել են հակաիշխանական փողոցային պայքար։ Բոլոր այն գործողությունները, որոնք առանձին վերցրած կարող են օրինակ դիտարկվել որպես իրավախախտում, ենթադրենք ճանապարհ փակել, ենթադրենք ճանապարհի մեջտեղը ինչ-որ բան այրել կամ սյուն վնասել, չգիտեմ, ինտերնետ անջատել եւ այլն, այս ամեն ինչը կարող է առանձնար նույնիսկ հաստատվելու պարագայում կարող է տեղավորվի այլ մանր վարչական իրավախախտումների կամ եթե նույնիսկ քրեական օրենսդրության տիրույթում նայենք, ոչ մեծ ծանրության արարքների տիրույթում, բայց ոչ երբեք իրենց ամբողջության մեջ չեն կարող պարունակել ահաբեկչության հանցակազմի հատկանիշներ։ Նույնը վերաբերում է նաև իշխանության զավթման հանցակազմին, երբ որ նշվում է նաև ապացույցները ներկայացնելիս էլ հանրային մեղադրողները նշում էին սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանության գալը։ Այստեղ կարևոր է, որ այդ եղանակներն էլ չպետք է բացարձակ նայեն, նախ եւ առաջ բռնությամբ չի կարելի գալ իշխանության։ Պարոն եզրափակիչ ելույթներում չեք էլի, որ դուք Պատվարժան, եզրափակիչ ելույթներում հաստատեսական կարճ չեմ արտահայտվել։ Բնականաբար եզրափակիչ ելույթներում չենք, որ հիմա մեկնաբանություններ եք տալիս։ Հակիրճ փորձեք զուտ խափան միջոցի հետ կապված, եթե կան ձեր կարծիքով հիմնավորումներ, որ հանդիսացող հանգամանքների հետ կապված ներկայացրեք։ Ես վստահ եմ, որ դուք կիսում եք իմ հետ այն իրավական դիրքորոշումը, որ խափան միջոցի պարտադիր պայմանը համապատասխան իրավական որակմով մեղադրանքի առկայությունը։ Հիմա ես խոսում եմ այդ որակումից։ Հակիրճ հնարավոր են ասել։ Դե պատվարժան դատարան հիմա հակիրճ, որովհետև դատարանը ստիպված կլինի սահմանափակելով։ Ինչ ամենը։ Պատվարժան դատարան, նայեք, նախորդ ելույթների ընթացքում էլ ասացիք, որ սահմանափակում եք, եթե օրինակ ես նենց բան ասում, որ հակիրճ 3 պաշտպաններ են լսել մեղադրյալի, եւս մեկ մեղադրյալ եք լսել, դիրքորոշում, եւս 2 պաշտպանների լսեցինք եւ դες։ Պատկերացնում եք, եթե բոլոր մասնակիցները ցանկություն հայտնեն, յուրաքանչյուրը 10-ից 15 րոպեի չափով, այսինքն դիրքորոշում հայտնելու
Պատվարժան դատան, ես Մեկ բարկյան, լրություն, չէ, լրություն։ Սա ընդունելի չի լինի դատարանի կողմից։ Խնդրեմ, հակիրճ ուղղակի նշեք ձեր դիրքորոշումը, ես չեմ զրկում ձեզ, հնարավորինս հակիրճ ներկայացրեք ուղղակի։ Ցանկանում եք արտահայտվել, խնդրեմ, հնարավորինս հակիրճ։ շարունակեմ, ասում եք։ Պատվարժան դատան, ես չեմ կարծում, որ մենք հավաքվել ենք մեխանիկական աշխատանք։ Մեխանիկական աշխատանք չի կատարվում։ Ասենք 10 րոպե ժամանակ ունեք արտահայտեք։ Իմ միակ սահմանափակումը, որ ես ինքս իմ առաջ տնում եմ, չարտահայտել այնպիսի միտք, որը իրավական նշանակություն չունի, եւ չարտահայտել այնպիսի միտք, որը արդեն իսկ ասվել է։ Ես կարծում եմ, որ դրանից դուրս դատարանն էլ պետք է հետաքրքրությամբ լսի բոլոր այն փաստարկները, որը անձի իրավունքների տեսանկյունից կոնկրետ հանցակազմի վերաբերյալ որպես կալանքի պարտադիր հանգամանք, ասեմ, ահաբեկչության հանցակազմը նկարագրված չի, չեմ ասում ապացուցված ցածր շեմով, բարձր շեմով, այս փուլի համար, ապացույցների փուլի վերջնական, ընդհանրապես մեղադրանքի տեքստը, որ կարծում ենք, այնտեղ ահաբեկչություն նկարագրված չի, եւ նկարագրված չի նաեւ պետական իշխանության հրացում, սա էլ պայմանի մաս է։ Նաեւ պետք է նշեմ, որ հիմքերի մասով էլ Էլի պետք է անդրադառնանք խտրական վերաբերմունքի արգելքին, ես արդեն ավելի հակերճ կասեմ, որտեղ նախորդ նիստերի մյուս մեղադրյալների մասով ասել եմ, ներկա 18 անձանցից 16-ը ունեն խափանման միջոցների ամենատարբեր դրսևորումներ։ Մեկի նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք առանց որևէ սահմանափակման։ Մյուսի նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն առանց ժամային սահմանափակման եւ առանց ինչ-որ տեղեր այցելելու սահմանափակման։ Երրորդի նկատմամբ ընտրված է խափանման միջոց վարչական հսկողություն առանց ժամային սահմանափակման, բայց կոնկրետ վայրեր այցելելու սահմանափակմամբ։ Չորրորդի նկատմամբ վարչական հսկողություն գիշերային ժամերի սահմանափակումով որոշակի տեղեր այցելելու սահմանափակումով։ Մեկի նկատմամբ գերավ, մյուսի նկատմամբ տնային կալանք սահմանափակումով, այն մյուսի նկատմամբ տնային կալանք առանց սահմանափակումների։ Պրոբլեմը գիտեք որն է, որ այս բոլոր որոշումները ունեն նույն տեքստը։ Այսինքն ինչ որ նկարագրություն, մեղադրանքի նկարագրություն, հանրային մեղադրողների շարադրած այդ ընդհանրական ձևակերպումները պաշտպանության կողմից ինչ որ արգումենտների շարադրանք, որ դատարանը նշել է, բայց իրավական մնացած ձևակերպումները ունեն նույնը եւ որևէ պատճառաբանություն ձեր դատական ակտերը չեն պարունակում, թե ինչի այս կամ այն անձի վերաբերյալ ընտրվել է այս տեսակի որոշում։ Հիմա Լիզա Մանթաշյանի վերաբերյալ հարց ունենք, ի վերջո այդ մարդաշատ վայրեր այցելելու արգելքի վերաբերյալ պրոբացիան էլ ինչի հիմա չի հասկանում։ Ասածս այն է, որ Վահագն Չախալյանի պարագայում էլ, երբ որ նայում ենք մեղադրանքի տեքստը լրիվ նույնն է, միջնորդությունները լրիվ նույնն են, անհասկանալի է, թե խտրական վերաբերմունքը ինչով է պայմանավորված լինելու եւ որպես իրավական փաստարկ էլ ասեմ հետագայում բողոքարկումների համար խտրական վերաբերմունքի արգելքը ուղղակիորեն արգելված է նաեւ եվրոպական մարդու եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի հետ համատեղությամբ որպես ոչ իրավաչափ նպատակ քաղաքական հետապնդում։ Ուղղակի մասնակիցները դատարան լսեց յուրաքանչյուրի